Այս YouTube-ի ռեկլամները զզվաստում են ուղղակի։ Հիմա կասեն երկրի բնակչության 70-80%-ը։ Վիդեոն շատ երկար է լինելու, կխնդրեմ մինչև վերջ նայել, որովհետև ինֆորմացիան կարևոր է եւ օգտակար։ Հայաստանում արդեն աշխատում է YouTube-ի մոնետիզացիան։ YouTube-ի մոնետիզացիան Հայաստանից եղել է շատ վաղուց եւ շատ վաղուց յութուբերները գումար են աշխատել Հայաստանից։ Ինչ է նշանակում այդ մեծ բումը, որ եղավ բոլորիս կյանքում։ Երբ որ հայտարարվեց, որ YouTube-ի մոնետիզացիան արդեն Հայաստանում է եւ մարդիկ կարող են գումար աշխատել այստեղից։ Առաջին վիդեո դիտելիս արդեն կհանդիպեք ռեկլամների, գովազդների, որոնք կամ bez propust են, այսինքն չեք կարող դուք իրեն անջատել, ասենք 3, 4, 5 վայրկյան հետո։ Պետք է նայեք մինչև վերջ։ Կարող է, չգիտեմ, գովազդը լինի 40 վայրկյան կամ 1 րոպե կամ չգիտեմ։ Եվ propust-ով, այսինքն բաց թողնելով։ Մի քանի վայրկյան գովազդ, հետո propust-ից եք տալիս կամ բաց եք թողնում եւ ձեր միացած վիդեոն սկսում է շարունակվել կամ սկսել։ Ժողովուրդ, դա Հայաստանում չէ մենակ։ Ամբողջ աշխարհում մարդիկ արդեն սովորել են, որ պետք է YouTube նայելիս դիտեն նաեւ գովազդ։ Եվ եթե միլիոնանոց քաղաքներում, երկրներում մարդիկ այդ ներվային, այդ ջղայնությունը կարողացել են հաղթահարել եւ այդ մշակույթը ձևավորվել է, Հայաստանում էլ դա կլինի։ Հիմա շատերը գրում են, ես էլ YouTube չեմ դիտելու կամ YouTube ինչի ասես բան անում, YouTube-ը շատ վաղուց է նման բան արել, շատ վաղուց։ Եվ մարդիկ սովորել են այդ կուլտուրային։ Դա էլ է կուլտուրա։ Գիտեք ինչի, որովհետեւ մարդիկ գիտեն, որ այդ գովազդը դիտելիս ոչ միայն գովազդատուին են հարստացնում, գումար տալիս, այլ նաև այն մարդուն, ով ստեղծում է այդ կոնտենտը։ Հիմա կասեք ինչպես։ Ես շատ վաղուց եմ խոսել այս թեմայով, որ թերթեք էջը կտեսնեք, որ մարդն է մարդուն հարստացնում։ Ես այս արտահայտությունը, չգիտեմ, պետք է դաջեմ ինչ-որ միտեղ ուսիս կամ մեջքիս, որ մարդիկ թաց աչքներին լինի, որ միայն մարդն է մարդուն հարստացնում, ուրիշ ոչ մեկ։ Երկնքից գումար չի իջնում, գումարները չեն թաղված հողի տակ, կան դեպքեր իհարկե, մարդիկ գտնում են եւ հարստանում միանգամից։ Ծառերից էլ չեն թափվում գումարները, չնայած այդպես ծիծաղելի վիդեոներ կան, որ ծառից գումար է թափվում։ Մի խոսքով, մարդն է մարդուն հարստացնում։ Այս շատ լավ նորություն է, որ այն մարդկանց համար, ովքեր տեղյակ չեն եղել, որ Հայաստանից կարելի է գումար աշխատել YouTube-ով ու լավ գումարներ։ Խոսքը 50-100 դոլարի մասին չէ։ Խոսքը հազարավոր դոլարների մասին է։ Լավ կոնտենտը բերում է լավ գումար։ Կարա լինի վատ կոնտենտ, այսինքն որակյալ չեն, լավ կամերայով նկարած չեն, չգիտեմ, ձայնի որակ չկա, վիդեոյի որակ չկա, բայց կա միտք, կա հետաքրքիր ինչ-որ բան, որ մարդկանց գրավում է այդ վիդեոն։ Եվ դա լինի պարբերաբար օրական 4, 5, 6, 7 վիդեո, մինչև որ հասկանաս, որ վիդեոն են նայում ու թողես այդ վիդեոն նորմալ նայեն իր հունով։ Չկպնես, չխանգարես։ Այդ վիդեոներն էլ աշխատում են լավ գումար։ Մարդիկ կան, ովքեր ունեն, չգիտեմ, 100,000 հետևորդ, 500,000 հետևորդ, 1 միլիոն հետևորդ եւ իրենք պարբերաբար շուտ չեն գցում վիդեոներ, այլ գցում են շաբաթը 2 անգամ կամ 1 անգամ եւ այդ 1 անգամով հավաքում են, չգիտեմ, 300,000 պլյուս դիտում։ Դա իրենց բավարար է։ Եվ մարդկանց սպասել են տալիս, որպեսզի այդ մարդիկ ամեն շաբաթ, չգիտեմ, շաբաթ օրը կամ ուրբաթ օրը կամ կիրակի օրը սպասեն այդ վիդեոյի հայտնվելուն, նոր վիդեոյի հայտնվելուն։ Մարդիկ կան, ովքեր կոնտենտը ստեղծում են ամենօրյա ռեժիմով։ Օրական ասում եմ, մի 5, 6, 10 վիդեո գցում են եւ այդ հավաքված վիդեոների դիտումներից աշխատում են լավ գումարներ։ Վերադառնանք այն մտքին, որ մարդն է գաղափարին, որ մարդն է մարդուն հարստացնում։ Եթե դու չկաս ինչ-որ մի բանի մեջ, դու դժվար պատկերացնես այնտեղ ինչ է կատարվում։ Օրինակը բերեմ առաքիչի, տաքսիստի կամ մատուցողի։ Առաքիչը երբ որ մի ապրանքը ակետից բեկետ է տանում եւ պատվիրատուն տեսնում է օրինակ 2000 դրամ, նա վճարում է այդ 2000 դրամը
Եվ ասում է դե լավ էլի, լավ էլ փող են աշխատում, այդ 2000 դրամով 10 հատ պատվերանի ահագին գումար է օրականի համար եւ ամսականի համար եւ ընդհանրապես ապրելու համար։ Բայց նա չգիտի, որ այդ 2000 դրամից տոկոսներ է վերցնում ընկերությունը տվյալ եւ մաքուր գումարը տակը մնում է, չգիտեմ, 1450 դրամ, որից ընթացքում լցնում է վառելիք, գազ, բենզին, հաց է ուտում, եթե ծխող է ծխում է, սուրճ է խմում եւ տակ այդ 1400 օրինակ 50 դրամից մնում է 850 դրամ։ Այսինքն մի պատվերը իր վրա նստում է 850 դրամ։ Այս դեպքերում ինչ պետք է անել, եթե դու մի օր գա եւ դու աշխատես առաքիչ, դու կհասկանաս, որ առաքիչի համար 100 դրամ գումարը մեծ գումար է։ Տաքսիստի համար 100 դրամ ավել գումարը մեծ գումար է։ Մատուցողուհու, մատուցողների համար 100 դրամ ավել գումարը դա մեծ գումար է։ Դրա համար այդ սովորությունը, այդ մշակույթը, այդ ավանդույթը, ինչ բառով ասեմ, որ պետք է հաստատվի, պечатվի, դաջվի, խարիսխ գծվի մեր մեջ, որպեսզի մենք չբավարարվենք այն ինչ տեսնում ենք էկրաններին, այդ գումարի չափով։ Այս մշակույթն էլ ես շատ կուզեմ ձևավորվի մեր մեջ եւ մենք առաքիչներին, տաքսիստներին, մատուցողներին, մատուցողուհիներին եւ այն մարդկանց, ովքեր սպասարկման ոլորտում են աշխատում, տանք ավել գումար։ Կազմել է 2000 դրամ, տվեք 2300 դրամ։ Այդ չայևոյի կոչվածը, որովհետև այդ չայևոյից գոնե դուրս կգա այն տոկոսները, որը որ վերցնում է տվյալ ընկերությունը, տվյալ ռեստորանը, չգիտեմ, տվյալ օբյեկտը, տվյալ խանութը, նույնը YouTube-ն է։ Հիմա դուք եթե չկաք դրա մեջ, դուք կներվայնանաք ռեկլամներից, գովազդներից։ Բայց եթե դուք լինեք դրա մեջ, դուք կհասկանաք, որ դա պարտադիր է։ Եվ դուք կսկսեք մինչև վերջ նայել այդ գովազդը, որովհետև դուք էլ գիտեք, որ եթե ձեր ստեղծած կոնտենտի ժամանակ գովազդը միանում ու մյուսը ներվայնանում է, նորմալ է, թող ներվայնանա, բայց թող նայի գոնե, որովհետև դուք գիտեք, որ նայելուց դուք գումար եք աշխատում։ Ես հիմա կոնկրետ շատ ուրախ եմ, որ հիմա գովազդներ են միանում վիդեոների մեջ։ Շատ ուրախ եմ, ես այդպես հարստացնում եմ այդ կոնտենտ ստեղծողին։ Ես ես մինչև վերջ եմ նայում, դա անգամ կա որ չէ, պրապուսցից եք տալիս, անջատվում է, ես էտել եմ թողում, որովհետև կարող եմ մի հատ էլ գովազդ միանա, ես էտել եմ նայում, նոր հետո իրան վերջանում է, ասում եմ, всё, վերջ։ Ու շարունակում եմ դիտել իմ վիդեոն։ Ժողովուրդ, լավ բան է, երբ որ կա գործ, ինչ որ աշխատանք, որտեղից մարդ գումար է վաստակում, ու դու ուրախանում ես այդ մարդու վաստակածով, ու աջակից ես լինում, կարեկից ես լինում, օգնում ես նրան, որպեսզի նա վաստակի այդ գումարը, որովհետև կոնտենտ ստեղծելը շատ բարդ բան է։ Եվ սա մեծ հնարավորություն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեն սիրված, սիրելի զբաղմունք եւ կարող են իրենց այդ սիրելի զբաղմունքը դարձնել գումար աշխատելու միջոց։ Օրինակ, դուք սիրում եք ֆուտբոլ, սիրում եք ֆուտբոլը մեկնաբանել, մեկնաբանեք այդ ֆուտբոլը գցեք YouTube, չի խանգարելու ձեր աշխատանքին։ Օրինակ, դուք աշխատում եք ինչ-որ մի գործարանում, աշխատում եք սուպերմարկետից ինչ-որ ցանցում, փաթեթավորող եք, ձեր աշխատանքային ժամը, օրինակ, 9-ից մինչև ժամը 6-ն է, կամ 6-ից մինչև 12-ը, կամ գիշերը 12-ից մինչև առավոտ։ Գնացիք տուն, հաց կերաք, հանգստացաք, արեք մի բան, ինչը որ դուք անում եք անվճար ձեզ համար, այսինքն, ֆիլմ եք սիրում, ֆիլմասեր եք, ֆիլմի սիրահար եք, բայց նայելիս դուք սկսում եք խորանալ, ասենք, այս ֆիլմը նայեցի, ինձ սա դուր եկավ, ինձ սա դուր չեկավ, եթե սա լիներ ավելի լավ կլիներ, այդ ամեն ինչը ձայնագրեք, հեռախոսով, դրեք ֆիլմի հատվածները կարճ, այդ սկզբի համար, երբ չունեք մոնետիզացիա, խնդիր չի, հետո է խնդիր լինելու, շատ մանրուքներ կան, ինչ անել, որ ձեր ստեղծած վիդեոն
չբլոկավորվի, մոնետիզացիան չանջատվի հենց այդ վիդեոյի։ Մի խոսքով շատ նրբություններ կան։ Ես ասեմ, որ շուտով սկսելու եմ տենց դասընթաց կոչեմ, թե ինչ կոչեմ, այսինքն աջակցություն սկզբից մինչև վերջ, ալիքի ստեղծումից մինչև մոնետիզացիայի միացում եւ այնտեղ շատ բաներ կան, այդ նալոգ կոչված Ամերիկայի այդ դեկլարացիա մի խոսքով շատ բաներ կա լրացնելու, քարտը ոնց կցես, ինչպես կցես, ինչ միջնորդ բանկեր, մի խոսքով գնաց բանկ հասնես, ասես ինձ տվեք միջնորդ բանկի տվյալներ եւ այլն, որ կարողանաք կցել YouTube-ին, որ կարողանաք գումար ստանալ, գումար հանել։ Կասեմ, դա ընթացքում ես որոշել եմ ոչ թե իհարկե օգնում եմ, բայց այդ օգնությունը լինելու է գումարով, դա ընթացքում կասեմ, որովհետև ես ուզում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն սիրած զբաղմունք եւ այդ սիրած զբաղմունք ուզում են ցույց տալ մարդկանց եւ անվճար չէ, գումար աշխատել այդ իրենց վիդեոներից, ես օգնելու եմ բոլորին, իհարկե գումարով, որովհետև դա էլ է աշխատանք, դա մեծ ահռելի աշխատանք է։ Էլի եմ ասում, թեմաները անսահման են։ Դուք կարող եք 1 ժամ օրվա մեջ տրամադրել ձեր ուղեղին, մտածել ինչ կարելի է անել, որ մարդիկ դիտեն, կամ չդիտեն, շատ կոնտենտներ կան, որ մարդ այնքան որ գցում է եւ մի 50, 60, 75 օր հետո տեսնում եմ, որ այդ վիդեոն շատ լավ դիտում է հավաքել ու մարդիկ մեկնաբանություններ են արդեն գրում, հետաքրքիր է իրենց այդ մարդու ստեղծած կոնտենտը։ Մի խոսքով թեմաները շատ են։ Ստեղծագործեք։ Ես ավելի քան վստահ եմ, որ այդպես գումար աշխատելով դուք ձեզ 1000 անգամ ավելի լավ եք զգալու, քան օրինակ ինչ-որ մի սուպերմարկետի ցանցում ինչ-որ գործողություն անելիս։ Ու քննադատելը միշտ կա։ Մտեք, եղեք այդ ամենի մեջ եւ կհասկանաք ինձ, մյուսին, այն մարդկանց, ովքեր կոնտենտ են ստեղծում։ Ու առաքիչի, տաքսիստի կամ մատուցողուհիների օրինակով դուք կսկսեք արդեն ոչ թե ներվայնանալ այդ գովազներից, այլ կսկսեք սիրել այդ գովազները։ Առաքիչին կտակ ոչ թե 2000 դրամ, այլ կտակ 3000 դրամ։ Եվ վստահ ձեզ ասում եմ, այն մարդիկ, ովքեր աշխատում են, խոսքը չի վերաբերում այն գործերի մասին, որտեղ կա ֆիքսված, ասենք 60000 կամ 150000 դրամ աշխատավարձ, ու էլ չկա գումար։ Չէ, այն գործերը, որտեղ մարդը մատուցողը եկավ, դրեց ձեր դիմաց հացը, մի խոսքով խմիչքները եւ այլն, գնաց, հետո էլի եկավ, հավաքեց, վերցրեց անձեռոցիկը, վերցրեց ձեր բաժակը, կեղտոտ ամանը փոխարինեց նորով, մոխրամանը փոխարինեց նորով։ Այդ մատուցողը արժանի է ոչ միայն այդ սեղանի գումարը, որ փակեցիք վերջացակ, այլ արժանի է լիքը այդ չայևոյների։ Իհարկե կան, որ լավ չեն անում իրենց աշխատանքը, դա ուրիշ բան է, բայց էլի նա անում է այդ գործը, հա, աշխատանք է անում, էլի ինքը արժանի ինչ որ չափ գումարի։ Առաքիչներ կան, որ չես է ուզում ավել գումար տաս, բայց իմացեք, որ այդ ավել գումարով նա լավ կզգա իրեն շատ։ Եվ միգուցե այդ շատ գումարից ինքը փոխվի, ավելի լավ սկսի առաքել, որովհետև գիտի, որ ում տանի ապրանքը տա, նա ավել գումար է տալու նրան։ Տաքսիստերն էլ կփոխվեն, որովհետև տաքսիստերն էլ ներվային աշխատանք է, դա շատ ներվային են դառնում այդ մարդիկ, ինչի համար, որովհետև առավոտից գիշեր քշում են, վարում են եւ կոպեկներ ասվածը գիտեք որն է, եթե մարդ օրական տաքսի քշելով, վարելով աշխատում է օրինակ պայմանական 15000 դրամ, 15000 դրամից այնքան ծախս ունի նա անելու, այնքան ծախս է անում, որ առավոտը որ արտանում է, ասում է դե այդ նույն բանը, բայց այդ մարդը որ աշխատի օրական 25-30000 դրամ, նա արդեն ժպիտը դեմքին կգնա գործի։ Պարզ բաներ են, ժողովուրդ, այս ամեն ինչ այնքան կյանքը շատ պարզ է ընդհանրապես։ Պետք է հասկանալ այդ կյանքը ուղղակի։ Լավ եղեք բոլորդ, առայժմ։